հիվանդությունները առաջանում են մինչև դիագնոզը, որի մասին լռում են։ Օրինակ դեպրեսիան խորանալով առաջացնում է ինսուլտ, սրտանոթային, շաքարային եւ այլ հիվանդություններ։ Այսինքն մեկ բառով ասած, դեպրեսիան ինչ է անում։ Մասնիկ քանդում է ամբողջ մարմինը։ Ինչպես է այն աննկատ աճում մեր ներսում, չնայած նրան, որ մեր օրգանիզմը մինչև նրա հայտնվելը նման է մի այգու, որը հատված է միայն փարթամանալու եւ ծաղկելու համար։ Բայց մի օր, երբ դու սկսում ես վիրավորանքը չարտահայտել, կուլ ես տալի նվաստացումը, ձևացնում ես, որ ցավ չկա, ու այդ պահին առաջին սերմը ընկնում է մեր այգու հողի մեջ, առանց դիագնոզ եւ առանց սիմպտոմների, եւ սկսում ես դրանից հետո հաճախ զգալ հոգնածություն, համարում ես, որ նորմալ է, բոլորի մոտ էլ այդպես է, բայց ավաղ անցնում են տարիներ, մեկի մոտ առաջանում է հիպերտոնիա, մյուսի մոտ ինֆարկտ եւ այլն։ Դեպրեսիան դա պատիժ չէ, դա բերքահավաքն է այն սերմի, որը մոլախոտի պես մի օր ընկել է քո կանաչ այգու հողի մեջ։ Բայց կարող է նորից գարուն գալ քո այգում։ Այո, եթե վերցնես ու սկսես օգտագործել բնական մոխամորի միկրոչափաբաժիններից 2-ից 3 ամիս եւ մնացած օգտագործողների պես դու էլ վերջապես եւ վերջնականապես կազատվես եւ այգին նորից բերքառատ կդառնա, իսկ 2-3 ամիս հետո կհայտնվեն արդեն առողջ նոր բերքը, եւ եթե նորից վատ սերմ կընկնի քո այգին, դու արդեն կիմանաս ինչպես այն կրկին ծաղկեցնել։ Կարող ես թերթել այս վիդեոն եւ շարունակել գլորվել դեպրեսիայի փորած խորը անդունդը, կամ կարող ես զանգահարել, ստանալ անվճար խորհրդատվություն եւ անվճար առաքում։ Ընտրությունը քոնն է, իդեպ առաքումը գործում է ամբողջ աշխարհով մեկ։